Ավարտվեց ըստ էության Էդգար Ղազարյանի գործով ապացույցների հետազոտման փուլը։ Մենք անցանք եզրափակիչ ելույթների փուլին, արդեն իսկ հետազոտված ապացույցները, ինչպես մեղադրանքի կողմի, այնպես էլ պաշտպանության կողմի ներկայացրած ապացույցների հիման վրա մենք պետք է նախապատրաստենք եզրափակիչ ելույթները։ Մենք մի քանի նիստերի ընթացքում Էդգար Ղազարյանը բազմաթիվ միջնորդություններ էր նախապատրաստել ապացույցների զանգվածը լրացնելու համար, այդ թվում վկաների հրավիրելու մասով, գրավոր փաստաթղթեր ներկայացնելու մասով, դրանցից մեկը բավարարվեց, մասնավորապես Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը հայտնի Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ, մյուս բոլոր միջնորդությունները մերժվեցին, գնահատել դրանք խախտում են թե ոչ, այս պահին ես ձեռնպահ կմնամ, որովհետև դա կախված է լինելու դատարանի եզրափակիչ ակտից, վերձիկտից եւ վերձիկտի հիմքում դրված հիմնավորումներից։ Ամեն դեպքում մենք կարծում ենք, որ առերևույթ ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքներ են, դրանցից շատերը պարունակում, հետեւաբար կարծում ենք ճիշտ կլիներ, որ դրանք հետազոտվեն, բայց վերջնական մեր հետևությունը դրա հետ կապված կարող է կատարել միայն եզրափակիչ դատական ակտին ծանոթանալուց հետո։ Մենք մեր կարծիքը չենք փոխել, ի սկզբանե մենք այդ համոզմանն ենք եղել, որ սա նոր տեսակի քրեական հետապնդում է, նոր հոդվածի կիրառում է ազատ խոսքը լրացնելու համար։ Ցավոք սրտի մեր մոտեցումները հետագայում հիմնավորվեցին, մասնավորապես նույն հոդվածով մենք ունեցանք նաև մեկ այլ մեղադրյալ փաստաբան, Քոչոբայովը նույնպես նույն հոդվածով էր մեղադրվում։ Մենք կարծում ենք, որ այս հոդվածի մեկնաբանությունը, մասնավորապես արատավորող տեղեկությունների մեկնաբանությունը, որ տրվում է դատախազության կողմից, չի համապատասխանում դրա բուն էությանը եւ օգտագործվում է քաղաքական անհրաժեշտությունից ելնելով։ Վարույթի հետ կապված մենք հրապարակային վարույթ էր, դատարանը մեր շատ միջնորդություններ բավարարեց, շատ միջնորդություններ մերժեց, այս պահին որևէ բան ասել չենք կարող, հույս ունենանք, որ դատարանը ի վիճակի կլինի գոնե նույն որակը ապահովել նաև եզրափակիչ դատական ակտ կայացնելիս։ Իսկ այդ հոդվածի ձևակերպումը ինչպես է։ Արատավորող տեղեկություններ հրապարակելը, դատավորի, դատախազի, փաստաբանի եւ այլն վերաբերյալ։ Հիմա տեսեք, մենք այստեղ ունենք օրինակ Սահմանադրական դատարանի դատավորների հետ կապված հոդված, քննիչ, դատախազ, դատավոր, այսինքն փաստաբանների հետ կապված մենք բարձրաձայն ենք։ Եթե այդպես է փաստաբաններին, որ վիրավորական արտահայտություններ են անում, ինչի՞ է հոդվածը չի կիրառում, եւ դա դեպքեր եղել են, հաշվի ուզում թվարկել, բայց այդպիսի դեպքեր եղել են, ես էլ դրանց մասին խոսել եմ, կարծում եմ, որ նույնը պետք է լինի, եթե այս հոդվածը այդպես է կիրառվում, ուրեմն նույնը պետք է լինի, բայց նրանք Էդգար Ղազարյանի վերջին միջնորդությունն էլ հենց այդ նույն ուղղությամբ էր։ Հրապարակային մակարդակում Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, Արուսակ Ջուլհակյան դեռ ժամանակին Սահմանադրական դատարանի դատավորների Հրայր Թովմասյան եւ այլն այն ժամանակ շատ ավելի խոշոր ձևակերպումներ են իրենց տվել։ Ինչու դա հանցագործություն չէ, իսկ Էդգար Ղազարյանի արած հանցագործություն է։ Սա հերթական դրսևորումն է, մենք ակնհայտ խնդրական մոտեցում ենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ։